Եթե մի օր իրենց հաջողվի, իսկ իրենք ասում են անպայման պիտի հաջողվի, վերադառնալու ենք եւ տեղերում ստեղծելու ենք նաեւ կառույցներ, որոնք պիտի զբաղվեն նաև իրենց այստեղ տեղափոխվածների, քանի որ ըստ իրենց, եթե տեղափոխվեն անվտանգության եւ այլնի խնդիրներ կառաջանա, պետք է տեղական, այսպես կոչված, ոստիկանական եւ այլն ուժեր ստեղծեն։ Եվ որ դու հանդիպում ես նման հակագիտականության, հանդիպում ես նման հորինվածքներին, շատ դեպքերում ես զուտ մարդկայնորեն չի դիմանում։ Այո։ Ես միշտ անընդհատ շեշտում եմ, էլի կա համաշխարհային պատմագիտություն եւ կա ադրբեջանական պատմագիտություն, դա լրիվ որ ասում է գլոբուսից դուրս տարբերակն է, որովհետեւ եթե մարդը հայտարարում է, որ քարեդարյան ժամանակաշրջանում վերացարկվենք, էլի որ ադրբեջանցի կամ չգիտեմ ֆրանսիացի եւ այլը, որ հայտարարում է, որ էթնոս կար ընդհանրապես այդ ժամանակաշրջանում, այդ պարզ է, որ այդ մարդը պրիմիտիվ պատմագիտական գիտելիքներ չի ստացել, նույնիսկ երևի, չգիտեմ, եւ բուհում եւ դրանից առաջ ինչ-որ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության իմ զրուցակիցները Ռոբերտ Ղազարյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է եւ այսօր մեր մոտ ներկայացել է որպես Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, ինչու այդպես, որովհետեւ Ռոբերտը նաեւ շատ լավ գիտնական է եւ մենք իր հետ առանձին հաղորդում կնկարենք իր գիտական հետաքրքրությունների մասին, իսկ այսօր մենք խոսել ենք հիմնադրամի աշխատանքի մասին, Գեղարդ հիմնադրամի աշխատանքի մասին, փորձել ենք հասկանալ ինչ սկզբունքներով է աշխատում, ինչու է ձևավորվել, ինչ կարիք կար նման հիմնադրամ ունենալու եւ նաեւ փորձել ենք հասկանալ ինչ կարեւոր թեմաների շուրջ է հիմնականում կենտրոնացել աշխատանքը։ Խոսել ենք հակաքարոզչության, խոսել ենք գիտության, օբյեկտիվ գիտության գործիքներով կեղծիքին պատասխանելու արվեստի մասին եւ որոշ այդպես մտածածին եւ շինծու թեմաների այսպես բացահայտմանը եւ արձագանքմանը։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, անպայման դիտեք եւ նաեւ բացի դիտելուց եւ մեզ հավանելուց եւ մեզ կարող եք բնականաբար նաեւ այլ հարթակներով նայեք, ես կուզենայի որ անպայման գնանք այս մեր հաղորդման ներքևում նշված Գեղարդ հիմնադրամի կայքի հղումը կլինի, Facebook-յան էջի հղումը կլինի եւ բոլոր սոցցանցերի հղումները, կուզենայի որ գնայիք եւ որոշ ժամանակ անցկացնեիք հենց իրենց հարթակներում, որպեսզի նաեւ այն կարեւոր նյութը, որ իրենք ստեղծում են, նաեւ դուք օգնեիք այդ նյութը մուլտիպլիկացնելու, տարածելու եւ դրանով նաեւ պատմական օբյեկտիվությանը այսպես ավելի լայն տարածում տալու համար։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք եւ սիրեք պատմությունը։ Ռոբերտ ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Այսօր շատ ուրախ եմ, որ առիթ կունենանք խոսել ձեր հիմնադրամի մասին, հիմնադրամ չէ, ճիշտ եմ ասում, կազմակերպչական այսպես ձևը, կազմակերպական ձևը եւ անունը Գեղարդ։ Այո։ Կուզենամ մի քիչ փիլիսոփայական հարցից սկսենք։ Գեղարդ որպես զենք, թե որպես մասունք, ինչ իմաստ եք դրել, հա, այդ անվան մեջ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Իսկապես սկսենք հենց անունից, անունը շատ բան է ասում այս առումով։ Իհարկե Գեղարդը որպես սուրբ մասունք, համաքրիստոնեական մասունք ունի իր խորհրդանիշները մի քանի առումներով, բայց եթե ինքը բացի խորհրդանիշներից կտրվենք, ինքը որպես այդպիսի նախ-առաջ գիտենք նիզակ է, ինքը հարվածող գործիք է նաև, էլի որպես այդպիսի որ նայում ենք։ Այսինքն այստեղ կա եւ հոգեվորի տակ մենք հասկանում ենք գիտականը եւ կա նյութականացված տարբերակը, այն ինչի վրա մենք շեշտադրում ենք անում, այն է փորձենք գիտական դաշտում մեր դեմ ուղված հարձակումներին փորձենք մեր ձևաչափով, մեր ունեցած հնարավորությունների սահմաններում հակադարձենք, հիմա ուղիղ իմաստով նիզակային հարված չհասցնենք, բայց գոնե հոգևոր հարված հասցնենք։ Հա, եւ դա իհարկե շատ հետաքրքիր բան է, անհրաժեշտություն էր, էլի տարօրինակեր որ չկար, դա էլ երևի դրա մասն եք խոսես, բայց դա նաև մի տեսակ կարող ենք ասենք որ խոստովանություն է որ շատ դեպքերում մեր գիտական գործիքները այսօր չեն աշխատում։ Միանշանակ տես Սուրեն ջան, մենք երկուս էլ ակադեմիական շրջանակներից ենք եւ լավ գիտենք որ տարիներ շարունակ մենք այս խնդիրը ունեցել ենք։ Տարիներ շարունակ, այսինքն այս խնդիրը նոր չի ծագել, դա կարող ենք ասել մեր անկախության
ստացումից, նվաճումից 91 թվականից հետո մենք ունեցանք այդ խնդիրը, արդեն սկսվեց այդ խնդիրը, մինչ այդ էլ կար խորհրդային տարիներին, բայց պարզ էր խորհրդային տարիներին այդ հարցը այդպես չէր կարող լուծվել։ Բայց մենք հրատարակություններ ունեցանք անկախության տարիներին, բազմաթիվ հրատարակություններ կան, բայց ցավոք սրտի դրանց մեծ մասը հայերեն է, եւ դրանք լայն տարածում չեն գտել, հա, նույնիսկ մեր հարևան շրջապատում, հա, այսինքն նկատի ունենամ մեր 4 հարևանների առումով։ Հասկանալի է, որ այստեղ զուտ, ասենք, թեկուզ Ադրբեջանի, Թուրքիայի առումով մենք մեր հայերեն գրքերը կարող էինք ինչ-որ ձևով հասցնել այնտեղ, բայց պարզ է նրանք չէին կարդա, այսինքն այստեղ խնդիր կար հրատարակելու այդ ամենը օտար լեզուներով եւ իհարկե ցանկալի կլիներ հենց իրենց համար հասկանալի լեզուներով։ Առաջին հերթին ինձ համար հարցեր առաջանում, ինչու մենք չունենք հենց անմիջապես մեզ շրջապատող 4 հարևան պետությունների լեզուներով նման հրատարակություններ կամ ինչու չենք խրախուսում այդ թարգմանությունները։ Ասել որ ընդհանրապես չի եղել, չէ, այդպես չի, բայց դա բավարար չէր եւ մի կարևոր բացթողում է կար այստեղ։ Մենք հատկապես 2000-ական թվականներից շատ քիչ ենք օգտագործել սոցցանցերի հնարավորությունը։ Եվ սոցցանցերը, որոնք մեծ հնարավորություն են տալիս այսօր ամբողջ աշխարհում մեկ տարածել մեր նյութը, մեր ճշմարտության, մեր օբյեկտիվ ընդհանրապես պատմության մասին խոսել, մենք շատ քիչ ենք օգտագործել։ Եվ երբ որ այս գաղափարը առաջացավ, մեր մտքում առաջինը անցավ, որ մենք չենք շարժվելու նախորդ ձևաչափերով։ Մենք պիտի ընտրենք մի ձևաչափ, որը այսօր առավել արդիական է եւ այսօր առավել լավ կարող է աշխատել եւ համապատասխան թիրախները ավելի այսպես նպատակային ձևով այդ թիրախներին հարվածել։ Հա, համաձայն եմ։ Ես հիշում եմ իմ ուսուցիչը, հա, որ ես համարում եմ իմ այսպես այդ ոլորտ մտնելու, դաշտ մտնելու ուսուցիչը, Պապկեն Հարությունյան, ինքը շատ ակտիվ էր, ինքը միշտ գրում էր, փորձում էր հակադարձեր ադրբեջանական թուրքական այսպես խեղաթյուրումների հոդվածներ էր գրում, թեշտերում բան, բայց ես հասկանում եմ, որ դա մի մարդու անձնական նախաձեռնություն էր եւ դա արդյունավետ չի լինի։ Իհարկե մենք հիմա ունենք իր ժառանգությունը մնացել է բան, բայց դրա համար պետք է այդ ինստիտուցիոնալ ռելսերի վրա դրվեր, այսպես ասած, եւ դրա համար կուզենայի մի քիչ ստեղծման պատմության մասին, հա, ինչպես որոշվեց, ինչ է ինքը, որտեվ ես համոզված եմ, որ մեր այսպես լայն շրջանակներին այդ կանել հայտնի չի, ցավոք սրտի, եւ նաեւ հուսով եմ մեր հաղորդումը կօգնի, որ նաեւ ինչ է երկար է հարցս, բայց ինչա կարևոր հայտնի լինի, որովհետեւ դու էլ նշեցիր սոցցանցերի ազդեցություն եւ այլն, այսինքն ինչքան շատ մարդ իմանա, ինչքան շատ մարդ տարածի, ինչքան շատ մարդ ներգրավի ձեր պրոդուկտների հանրայնացման մեջ, այդքան ձեր գործը ավելի արդյունավետ կլինի։ Միանշանակ ինչպես ստեղծվեց։ Ես անդրադառնամ ստեղծման պատմությանը, գաղափարը ակադեմիական շրջանակներում է ծագել, առաջին հերթին մեզ մոտ, որ խնդիրը ես այսպես դիտարկեցի, ես եւ իմ համախոհները, որոնք այսօր ինձ հետ են աշխատում, որ այն, ասենք, տարբեր, ասենք, պետական կառույցներից եւ այլն գալիս էին նամակներ, որոնք ասում են, այ այսպեսի խնդիր կա, այս ինստիտուտ, եկեք սրան փորձեք պատասխանել։ Դե ստեղծվում էր խումբ, հանձնաժողով, տարբեր ինստիտուտներից հավաքվում էին եւ այլն։ Միտքը հետեւյալն էր, իսկ ինչու տարբեր ինստիտուտներից, եթե կարելի է այդ ամենը մեկտեղ, հա, միտեղ հավաքել եւ կոնկրետ խնդիր դնելով նրա այդ կառույցի անունը էական չէ, ինչ կդրվի կամ ինչ ձևով դա կլինի, բայց այնուամենայնիվ մի կենտրոն լինի, կլիներ դա բաժին, չգիտեմ, կազմակերպություն, ինստիտուտ, թե հիմնադրամ էական չէ, բայց լինի մեկ կառույց, որը հենց կոնկրետ այդ հարցերով կզբաղվի։ Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ միայն մեր արևելյան հարևանից եկած, ասենք, խնդիրներ առաջացած, այսպես խնդիրներին մենք փորձենք պատասխանել։ Ոչ միայն տարածաշրջանային ընդհանուր սա էս տարաբնույթ հարցեր կան, որոնք կարող ենք մենք նաև ուղղորդել դեպի արևմուտք, դեպի հյուսիս, դեպի հարավ եւ այլն, այսինքն, բայց քանի որ այսօր արևելյան մեր հարևանն է առավել ակտիվ այդ առումով, դրա համար իհարկե շեշտադրումները այնտեղ ավելի շատ են։ Եվ այս գաղափարների շուրջ մենք կարողացանք հաջողվել եւ
Ակադեմիայի ղեկավարությունը մեզ օժանդակեց այս հարցում եւ վերջո այս հիմնադրամը 23 թվականին մենք սկսեցինք մեր աշխատանքները հիմնադրամի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հա, ինքը կառուցվածքային տեղավորում է Գիտությունների ազգային ակադեմիայում, հա։ Իսկ այս նոր փոփոխությունները բան չի փոխվել ձեր մոտ։ Փոփոխությունները մեզ վրա չեն անդրադարձել, մեր ինչ որ մեր արժեվ խնդիր կար դրված, մենք այն ինչ որ անում էինք, այսօր էլ նույն ձևով, նույն ձևաչափով, էլ ավելի այսպես ինտենսիվ կերպով մենք մեր աշխատանքները։ Դուք ձեր մշտական աշխատողները ունեք, թե տարբեր ինստիտուտներից ուղղակի այսպես պարբերաբար մարդկանց պատվեր եք տալիս, եթե կարելի է այդպես ձևակերպել։ Չէ, մեր մշտական աշխատողներ, աշխատակիցները ունենք եւ իհարկե նաեւ պատվերների տալու այդ ձևաչափը նույնպես կա եւ մենք ընթացքում եղել է, որ շատ մեր մասնագետների պատվերներ ենք տվել տարբեր այսպես ուղղությունների թեմաների առումով, որովհետեւ կոնկրետ այդ մարդն է այդ հարցերով զբաղվում եւ ճիշտ կլինի այդ մարդը ներկայացնի այդ գիտական ամբողջ պատկերը, որը կա այդ թեմայի շրջանակներում էլի։ Ու նաև ենթադրում եմ, որ ամենայն հարգանքով մեր տարեց գիտնականներին երիտասարդներ պետք է որ լինեն, որ այդ գործիքներն ավելի լավ տիրապետեն, հա, ճիշտ եմ, թե ասեմ Սուրեն ջան, երևի տարիքով ոչ թե երևի տարիքով ամենամեծը ես եմ այդտեղ։ Մեզ մոտ հիմնականում այո երիտասարդներ են, բայց իհարկե ես պետք է մի այսպես հարցի անդրադառնամ, որը բավականին լուրջ է այսօր, երևի շատ ոլորտներում այդ խնդիրը կա, կադրերի հարցը, երբ որ մենք սկսեցինք մեր աշխատանքը, շատ դժվար էր գտնել համապատասխան կադրեր։ Խնդիրը նրանում չէ, որ այս մենք չունենք մասնագետներ, ովքեր զբաղվում են այդ հարցերով, հա, աղվանք կլինի խորհրդային Ադրբեջանի առաջին հանրապետություն, տարածաշրջանային պատմական կեղծարարությունների եւ այլն, բայց խնդիրը նրանում է, որ մենք այլ մոտեցումներով պիտի աշխատենք եւ այստեղ հարկավոր էին մարդիկ, ովքեր որ բացի լեզուներ իմանալուց, բացի պատմություն իմանալուց, պետք է կարողանային նաեւ նյութը մատուցեն այնպես, որպեսզի դա հասկանալի պարզ ձևով հասանելի լինի շատ շատերին, հասարակության մեծագույն մասին, որովհետև մեզ համար գերխնդիրը, որ տեսեք, մենք ակադեմիական շրջանակներում այդ խնդիրը չունենք, հա, մենք արել ենք այդ գործը ժամանակին, թե հիմա լավ, ամեն դեպքում դա արվել է այդ աշխատանքը, բայց այդ շրջանակներից սովորաբար դուրս չի եկել։ Ավելին ասեմ, նույն թեմաներով երբեմն զբաղվող մարդիկ մեկը մյուսի վրա նույնիսկ հղումներ չէին տալիս կամ չէին կարդում այդ նյութերը եւ այլն, եւ հիմնականում հայերեն էր։ Մենք հասկացանք, որ սա բանը փակուղի է տանելու։ Միակ ճանապարհը, որպեսզի կարողանանք նաեւ մեր նյութերը մեր հասարակության մեջ եւ ոչ միայն մեր հասարակության մեջ, ես հիմա որ այլ շեշտադրում եք անեմ, տարածենք դա մաքսիմալ այսպես պարզեցված հնարավորինս ավելի ճիշտ, բայց այնուամենայնիվ իր գիտականությունը չկորցրած տեքստեր։ Դե այսօր գիտեք, որ ամեն դեպքում հատկապես երիտասարդության շրջանում երկար ակադեմիական ոճով գրված տեքստերը չեն անցնում։ Եվ պլյուս մեր հասարակության մեծ մասը, եւ դա նորմալ է, մեծ մասը իհարկե պատմաբաններ չեն եւ այդ վերլուծաբաններ չեն։ Իրենց հարկավոր է մատուցել այնպես, ինչպես ասենք, չգիտեմ, որպեսզի հեշտ դա տեղ հասնի։ Հակառակ դեպքում, երբ որ դու այդ դաշտը բաց ես թողնում, ապա այդ դաշտը լցվում է կներեք արտահայտության աղբով եւ հարևան մեր ոչ այդքան բարի կամ մեր նկատմամբ լավ տրամադրված մեր արևանների ուղարկված նյութերով, որոնք երբեմն շատ լավ հայերեն, գրական հայերենով եւ այլն կարող են սպրդել մեր հասարակության մեջ եւ հետո երբ որ շփվում ես մեր հասարակության շատ ներկայացուցիչների հետ, հասկանում ես, որ իրենք այդ մանիպուլյացիաների տակ են, այդ ռոպագանդայի տակ են գտնվում, այնպես որ մենք այստեղ լուրջ խնդիր ունենք եւ կադրերի առումով, փառքաստու իհարկե մենք այդ խնդիրը լուծեցինք այսօր, լուծված է եւ երկրորդը իհարկե նաեւ այդ ամենը մեր հասարակության մեջ մատչելի ձևով տարածելու, որպեսզի մարդը պարտադիր չէ մարդը բանը էլի ակադեմիական ինստիտուտ ավարտած լինի կամ համապատասխան պատմագիտական ֆակուլտետ ավարտած լինի, որպեսզի հասկանա այդ նյութերը։ Հա, եւ դա շատ կարեւոր է այդ հանրայնացման
կտորը, հա, կոմպոնենտը մենք միշտ բաց ենք թողել, ցավոք սրտի մեր ակադեմիական գիտությունը չի անդրադարձել դրա եւ մեր մոտ էլ մեր հաղորդման իմաստն էլ հենց դա էր, որ փորձենք հանրայնացնենք այն ինչ որ գիտնականները անում են իրենց սենյակներում, իրենց աշխատություններում, որտեղ պետք է նաև ցույց տալ այդ product-ը նաև մեր հասարակությանը։ Ես լիովին համաձայն եմ, որ թիրախներից կարևորները նաև մեր դրսի մեր հարևաններն են դարձրել, բայց մեր հասարակությունն էլ կարիք ունի իրոք իմանալու, հասկանալու ու նաև մեր հարևանների մասին ճշմարտություն իմանալու մասին։ Ես կարծում եմ, որ այդ ճշմարտությունը եւ մեր սեփական պատմությունը այսօր մենք այն абսուրդի նաև մակարդակին են հասել, որ երբեմն մեր պատմությունն է խեղաթյուրվում հենց մեր կողմից եւ դա մարդիկ նույնիսկ երբեմն չեն զգում, որ նրանք ուրիշի նարատիվներն են բերում գցում մեր դաշտը, հա, ուղղակի դրա ազդեցության ներքո, երբ որ շփվում ես մարդկանց հետ խոսում ես, ինչ որ ստերեոտիպային բաներ էլ կան, որոնք այսպես տարիների ընթացքում անընդհատ հрамցվել է իրենց եւ իրենց թվում է դա արդեն ճշմարտություն է եւ դրա շուրջ են խոսում, դրա շուրջ են ինչ որ բաներ, բանավեճեր ձևավորվում եւ այլն, որը շատ վատ է։ Մյուս կողմից մենք ես այդ կոմպոնենտի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, մեզ համար շատ էական նշանակություն ունի այդ նյութը մեր հարևանների լեզվով, հա, հենց պատրաստված նյութերը մեր հարևանների լեզվով ուղարկենք հենց իրենց դաշտ։ Դրա համար մենք օգտագործում ենք բոլոր սոցհարթակները, հնարավոր բոլոր սոցհարթակներում մենք կանք բոլոր, հա, եւ դա տարբեր ճանապարհներով հասցնում ենք մեր հարևան, որտեղից գիտենք մի բարձ պատճառով, որովհետեւ ժամանակ առ ժամանակ, իսկ հատկապես վերջերս դա արագ է տեղի ունենում, շուշուտ է ավելի տեղի ունենում, նրանք մեր դեմ ասենք ինչ-որ նյութեր են պատրաստում, ինչ-որ հաղորդումներ են, բողոքում են եւ ել չեմ խոսում ամեն նյութի տակ, թե որքան մարդ է մտնում եւ անպատասխան իրենց վատ բառապաշարով գրում մեր ասեն ինչ-որ բաներ, լուրջ չենք ընդունում, բայց կարեւորը այն է, որ ոչ թե խնդիրը նրանում են, որ մենք մեր արժև խնդիր ենք դրել, որ ինչ որ բան ենք քարոզում իրենց, չէ։ Մենք մեզ համար շատ կարևոր խնդիր կա ադրբեջանական հասարակությանը ներկայացնել նրանց իրական պատմություն, նրանց տարածքի, նրանց էթնոսի, որը դեռևս որոշակի process-ների ձևավորման process-ների մեջ է, էթնոսի այդ պատմությունը, իրական պատմությունը, ովքեր են իրենց նախնիները, ովքեր չեն իրենց նախնիները, որն է իրենց պատմությունը, որը իրենցը չէ այդ պատմությունը։ Պլյուս մենք նաև վեր ենք հանում այն սոցիալական խնդիրները կապված ԶԼՄ-ների ազատության, կաշառակերության, պետական այդ իրենց այդ ապարատի համապատասխան գործունեության հետ կապված, ադրբեջանական այսպես տարբեր այսպես սփյուռքի պետական գործիչների գործունեությունը արտերկրում, ներսում եւ այլ, այս բոլոր հիմնախնդիրները, որը գիտեք, իրենց մոտ մեղմ ասած փակ վիճակ է եւ շատ դեպքերում այն ԶԼՄ-ի հատկապես ներկայացուցիչները, ովքեր որ փորձում են արձագանքել, այնպես չի որ իրենց մոտ այդպիսի մարդիկ չկան, բայց դրանց մի զգալի մասը կամ բանտերում է կամ ստիպված է արտերկրում արտերկիր փախչել, այնտեղ ապաստանել, բայց դա էլ նույնիսկ չի ազատում, մենք դեպքեր կան, որոնց մասին մենք խոսել ենք, երբ որ վարչակարգի ձեռքերը ասել են այլ Եվրոպա, այլ տեղեր, որտեղից նրանց կամ գողացել են, կամ այս տեղում կազմակերպել են նրանց սպանությունը։ Հիմա իհարկե կարող է այսպես ուղիղ ապացույցներ չլինի, ֆինանսական հետքը մենք չտեսնենք, բայց այնուամենայնիվ ընդհանուր տրամաբանությունը խոսում է հենց դրա մասին, էլի։ Այսինքն մենք այստեղ բացի այն, որ մեր հասարակությանը, մեր պատմությունը, մեր հարևանների պատմությունը համապատասխան ձևով պիտի ներկայացնենք եւ ներկայացնում ենք, դեռ խնդիր ունենք մեր հարևաններին իրենց իրական պատմությունը ներկայացնել։ Այստեղ որևէ թշնամանքի բանի մասին խոսք չկա։ Այստեղ խնդիր կա, որպեսզի իրենք քանի որ իրենց դասագրքերում անընդհատ, չգիտեմ, այսպես հորինված պատմությունը, իրենք դուրս գան մի քիչ այդ կաղապարներից եւ այլ բան նույնպես կարդան, հասկանան, թե իրական պատմությունը որն է, որ վաղամիսօրը որ դուրս են գալիս արտերկիր, ուրիշ բան կարդան, չգիտեմ, Եվրոպայում, Ամերիկայում չզարմանան։ Մենք մատուցում ենք։ Եվ իրոք այդպես է։ Նույնիսկ մի քիչ եթե քննադատական բանով հայացքով կարդում ես իրենց դասագրքերը, շատ པարզ երևում նույնիսկ հակասությունները հենց դասագրքերի ներսում, այսինքն դու տեսնում ես բաներ, որոնք
նույն դասագրքի ներսում իրենց հակասում են, ես մի հոդված ունեմ դրա վերաբերյալ, զբաղվել եմ եւ ես պատկերացնում եմ ինչ ծանր աշխատանք է ձերը, որովհետեւ իմ վրա ես ուղղակի ուզում եմ կիսվեմ զուտ իմ անձնական այսպես զգացումով, շատ ծանր է ես դա տանում, որովհետեւ հետո դեպի դու տեսնում ես, երբ դու ամբողջ կյանքը գիտության մեջ ես եւ մոտարապես հասկանում ես թե ինչ չափանիշներ, ինչ չափորոշիչներ ունի գիտությունը, գիտական օբյեկտիվությունը եւ այլն, եւ որ դու հանդիպում ես նման հակագիտականության, հանդիպում ես նման հորինվածքներին, շատ դեպքերում ես զուտ մարդկայնորեն չի դիմանում։ Իմ համար դա շատ ծանր է, չի կարողանում կենտրոնանալ ու մտածում եմ, լավ, ոնց կարելի է այս աշճանի, որովհետև ես նաև թուրքական ժխտողականությամբ եմ զբաղվել։ Ինքը շատ ավելի մի տեսակ, ոնց ասեմ, պրոֆեսիոնալ ձևով արված աշխատանք է։ Այո, ասենք համատեքստից կտրել կա, այո, որոշակի աղբյուրներ օգտագործել, չօգտագործել, բայց նման բացահայտ հորինվածքներ շատ դեպքերում չկան։ Այդ առումով շատ ծանր գործ է, ոնց եք դրա տակից դուրս գալիս։ Տեսեք, մենք մեր մասնագետները ամեն օրվա ռեժիմով մոնիտորինգ անում են, հա, եւ իրենց ներսը եւ դրսում մամուլն եք նայում, հա։ Մամուլ, պետական, սոցցանցեր եւ ինչ որ պետք է դա արվում է, սա արվում է հասկանալու համար նաեւ ընդհանուր տենդենսը, հա, իրենց մոտ ինչ ուղղություններ են գնում։ Իհարկե, ընդհանուր առմամբ պարզ է, հատկապես 20 թվականի պատերազմից հետո առավել այսպես ագրեսիվ այդ հռետորաբանությունը առավել ագրեսիվ դարձավ, ավելի այսպես կազմակերպչական առումով ավելի այսպես հախուռն, հա, գրող սկսվեց այդ ուղղությամբ, բայց դա իհարկե դրա հիմքերը գալիս են դեռևս գիտես խորհրդային տարիներից։ Խորհրդային տարիներին, եթե բացենք խորհրդային տարիներին, խորհրդային Ադրբեջանում հրատարակված դասագրքերը, արդեն պարզ է թե որտեղից են, ինչպես ասում են, սրա արմատները որտեղից են գալիս։ Եվ դրա հիմքերը դրեցին խորհրդային արևելագիտական, պատմագիտական մի շարք այսպես ես նույնիսկ կարող եմ ասել իսկապես իրենք որպես մասնագետներ լավ մասնագետներ են, հա, բայց այնուամենայնիվ որպես պատմաբան իհարկե մեմ ասած օբյեկտիվ չեն իրենք եւ այստեղ թույլ տվեցին իրենց այնպիսի բաներ, որոնց վրա հիմա հենվելով ադրբեջանական այսպես կոչված պատմագրություն, չեմ ասում այսպես կոչված, որովհետեւ շատ դեպքերում այդ դաշտ են մտնում այնպիսի մարդիկ, ովքեր որ դու հասկանում ես, որ ուղղակի այս դաշտը այնքան է հագեցված ֆինանսապես, որ սա շատ ձեռնտու դաշտ է։ Հիմա մի հատ օրինակ բերեմ, վերջերս իմ ձեռքը ընկավ մի գիրք Ադրբեջանում հրատարակված Ադրբեջանի պատմությունը հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հերթական այսպես ասեմ, էլի աբսուրդի ժանրից ինչ որ բան էր, հա, բայց խնդիրը նրանում է, որ երբ որ ես բացեցի հեղինակը, տեսնեմ ով է հեղինակը, բանը մարդը ինչ որ տեխնիկական գիտությունների գծով ինչ որ մասնագետ էր, նո չգիտեմ, ինժեներ էր, թե ինչ էր, չգիտեմ, բանը Գանձակի Կիրովբադի այդ բանը համալսարաններից մեկից։ Ես հասկացա, որ այստեղ խնդիրը բանը հետեւյալ հարթության մեջ է, որ գրանտային ծրագրերը այդ ուղղության վրա այնքան շատ կան, այնքան լավ է ֆինանսավորվում այդ ուղղությունը, եւ մարդիկ հասկանում են, որ ավելի լավ է մտնենք մի այդպիսի մեղմ ասած աբսուրդային ժանրի մեջ ինչ որ բաներ ասենք եւ մենք կստանանք, որովհետեւ բաներ բավականին մեծ գիրք էր տպագրված, պարզ է որ դա այդ մարդը իր էնտուզիազմի վրա հաստատ չէր արել, ստացել էր համապատասխան ֆինանսավորում դրա համար, բայց ինձ համար դա արդեն ցուցիչ էր, որ նույնիսկ արդեն ոչ մասնագետ մարդիկ մտնում են այդ դաշտը եւ սկսում են ինչ որ բաների մասին խոսել, որոնցից նույնիսկ իրենց պատմաբանները լավ չեն հասկանում։ Եվ ընդհանրապես այդ փնտրտուկը ինքնության դաշկի ես շուտ Շնիրելմանը մի տեքստ ունի, որ գրում է, ասում է ադրբեջանցիները մի ժողովուրդ են, որ 5 անգամ 20-րդ դարում փոխեցին իրենց ծագումնաբանությունը։ Ծագումնաբանությունը, Այբուբենը փոխեցին, նույնիսկ Հեյդար Ալիևի ժամանակ դեռևս այդ հայտնի կադրերը կան, երբ որ ինքը խոսում է իր գիտնական մտավորական ներկայացուցիչների հետ, ու հարց է դնում իրենց առջև, ի վերջո մենք լավ ովքեր ենք, մենք թուրք ենք, ադրբեջանցի ենք, թուրք ենք, չգիտեմ, կովկասցի ենք եւ այլն։ Իդեպ այդ ծագումնաբանության հետ կապված դեռևս խորհրդային տարիներին իրենք սկսեցին այդ փնտրտուքը մեր
խորհրդային արևելագետները որքան հնարավոր է այսպես ասած նրանց օգնեցին այդ հարցում, իսկ հիմա արդեն այդ աբսուրդի ժանրը հասցրել է նրանց այն բանին, որ իրենք քիչ է մնում արդեն բանը ոտ գցեն հին արևելյան այնպիսի քաղաքակրթությունների հետ, ինչպիսին ասենք օրինակ շումերական կամ հին եգիպտականը։ Ես սա կատակ չեմ անում, որովհետեւ երբ որ կարդում ես նրանց դասագրքերը եւ բուհական, եւ դպրոցական, եւ ընդհանրապես այսպես կոչված պատմագիտական նյութերը իրենց հին ժամանակաշրջանի մանավանդ մասին դու հասկանում ես որ այստեղ ուղղակի իրենք ինչ-որ մի հատ տեսություն են իրենց համար մշակել եւ այդ տեսության մեջ ինչ որ տեղավորվում է իրենք այսպես գրպանելով լցնում են այդտեղ եւ փորձում են դրա վրա կառուցել այն ինչ որ իհարկե զուտ եթե գիտական տեսանկյունից դիտարկենք հարցը չի կարող կառուցել բայց հետեւյալն է կա աշխարհագրություն Այդ աշխարհագրության վրա կա այսօրվա Ադրբեջանի Հանրապետություն հասկացությունը։ Ըստ իրենց տրամաբանության, ինչ որ կա այդ բանի աշխարհագրական սահմանների մեջ, դա ի սկզբանե եղել է թյուրքական, այսինքն ըստ իրենց տրամաբանության, ուրեմն ադրբեջանական։ Այդ աշխարհագրության մեջ այն ինչ որ եղել է մուսուլմանական Արդեն նույնպես դրա վրա դա նույնպես այսպես ասած դա իրենց գողոնն է դա նույնպես այդտեղից վերցնում սա մեկ երկրորդը իհարկե դրանով իրենք չեն բավարարում իրենց ուղղությունները այդ առումով հա որտեղից ինչ կարելի է վերցնել 4 կողմ գնում են հյուսիս Դաղստան դեպի արեմուտք իհարկե Հայաստանի Հանրապետությունը մասին գիտեք ինչ են խոսում իրենց դասագրքերում նույնիսկ ներկայացնում է հիմա այսպես մի հատ օրինակ բերեմ ավելի པարզ լինի դասագրքում դպրոցական ներկայացնում են միջնադարում գոյություն ունեցած 9-ից 11-րդ դարերում գոյություն ունեցած Թբիլիսի էմիրության մուսուլմանական արաբական փաստացի հիմքով էմիրության մասին։ Հիմա լոգիկան այսպեսին է նրանց։ Եթե դե մեր տարածաշրջանում է նկատի ունեն այսր Կովկաս, եթե դա մուսուլմանական էր, ուրեմն բանը դա մերն է։ Եվ իրենք իրենց դասագրքում իրենց արժև խնդիր են դնում նաև խոսել այդ Թբիլիսի էմիրության մասին։ Ոչինչ որ որևէ աղբյուրում այդպիսի բանը չկա, գոյություն չունի եւ բացարձակապես իհարկե այդ ժամանակաշրջանում նման ազգության, էթնոսի եւ առավելևս պետության մասին իհարկե չէր կարող խոսք գնալ, բայց ոչինչ։ Իրենք հрамցնում են։ Տրամաբանությունը էս է։ Եթե մուսուլմանական էր, քանի որ ուրեմն դա մեր ժառանգությունն է։ Մյուս ուղղությունը, որի վրա իրենք դեռևս խորհրդային տարիներից շեշտ էին դնում, հետեւյալն է։ Կան հին ժողովուրդներ։ Այդ հին ժողովուրդներից պահպանվել են նրանց լեզվից պահպանվել են ինչ որ կծկտուր բաներ։ Մի քիչ շատ, մի քիչ քիչ, այդ կարևոր չէ։ Բայց եթե այդ լեզվի մեջ իրենք գտնում են որևէ արմատներ, նույնիսկ վանկային մակարդակով բաներ, որոնք համընկնում են թուրքականի հետ, ունեն դրա համարժեքները, դրա հիման վրա իրենք པարզ ուղակի հայտարարում են, որ դա, դա թուրքական է, իսկ եթե թուրքական է, բնականաբար ինչա էլ բնականաբար իրենցն է։ Այստեղ տեսեք, էլի այդ աբսուրդի ժանրից է, երբ որ իրենք համաշխարհային պատմության մեջ բոլորը գիտեն, որ ասենք սկյուտները իրանախոս ժողովուրդ էին, այո, քոչվորական, բայց մարտունակ քոչվորական իրանախոս ժողովուրդ էին։ Միայն այն հիմքի վրա, որ նրանք քոչվորներ էին, բավականին մարտունակ էին եւ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում եկան 8-7-րդ դարում այս մեր տարածաշրջանում հայտնվեցին այսօրվա Ադրբեջանի Հանրապետության տարածքում, Ատրպատականում եւ այլ, դրա հիման վրա իրենք ասում են, որ նրանք նույնպես թուրքեր են եւ մեր էթնոկազմավորման գործընթացի մասն են կազմել։ Այսինքն բավական չէ, որ արդեն 3-րդ հազարամյակից այնտեղ իրենք ստեղծում են ինչ-որ մի հանրույթ, որը իրենց կարծիքով արդեն թուրքեր են խոսում, մարերի հետ կապված, դա աղվանքի ժողովուրդը իհարկե այդտեղ միանշանակ է, նույնպես էլի ներկայացում է որպես թուրքական, ինչի հիման վրա այնտեղ որոշակի այդպես նմանություններ են գտնում, բառային եւ այլն։ Իսկ այն որ համաշխարհային գիտությունը ասում է, որ երբ որ դու խոսում ես այդ ժամանակների թուրքերի մասին, հարգելիս պիտի ուշադրություն դարձնես, որ այդ ժամանակաշրջանում թուրքերի նախնիները նոր ձևավորվում էին Ալթայից դեպի արևելք ընկած ամենայն հավանականությամբ Մոնղոլիայից հյուսիս, Օրխոն գետի եւ այլ այդ հատվածում։ Այդտեղ դու կարող ես փնտրել քո նախնիներին, բայց բնականաբար դրանք նույնպես ադրբեջանցիներ չէին, որտեղ չկար այդպիսի էթնոս, չկա որևէ աղբյուր, որտեղ նշվի, որ այդպիսի էթնոս կար։
Ես ավելի абսուրդային բան ասեմ, դասագրքում մի բաներ եմ հանդիպել իրենց, երբ որ անցնում են նախնադարյան մարդու պատմությունը, այնտեղ Ազոխի բանը կա, չէ, քարանձավը կա, եւ այնտեղ, չեմ հիշում, այնտեղա դե չէ, որ նկարներ կան, պատին արված են պրիմիտիվ նկարներն են, մարդիկ ձեռքերը բարձրացրած նկարներ են, եւ իրենք բերում հաշտվում են, որ այսօր Ադրբեջանում բանը շատ լայն տարածված պարերից մեկը դա է եւ ասում են որ հազարամյակներ առաջ տեսեք այսա պարզ ապացույցն է որ նույն ադրբեջանցիները այն ժամանակ չգիտեմ 10000 տարի 20000 տարի առաջ ադրբեջանցի է եղել որը ապրել է այդ տարածքում դա չգիտեմ էլի այդ դե բոլորիս հայտնի է որ Ազոխի քարանձավը պալեոլիթյան քարեդարյան ժամանակաշրջանից է եւ ես միշտ անընդհատ շեշտում եմ, էլի կա համաշխարհային պատմագիտություն եւ կա ադրբեջանական պատմագիտություն, դա լրիվ որ ասում է գլոբուսից դուրս տարբերակն է, որովհետեւ եթե մարդը հայտարարում է, որ քարեդարյան ժամանակաշրջանում վերացարկվենք, էլի որ ադրբեջանցի կամ չգիտեմ ֆրանսիացի եւ այլը, որ հայտարարում է, որ էթնոս կար ընդհանրապես այդ ժամանակաշրջանում, այդ պարզ է, որ այդ մարդը պրիմիտիվ պատմագիտական գիտելիքներ չի ստացել, նույնիսկ երևի, չգիտեմ, եւ բուհում եւ դրանից առաջ ինչ-որ պարզագույն մակարդակի է կամ իհարկե այստեղ երբեմն պարզագույն մակարդակի մասին է չի խոսքը, ուղղակի միտում է այդպեսին եւ դա հաճո է, հաճելի է նաեւ իրենց ղեկավարությանը։ Եթե հաճելի չլիներ, եթե չֆինանսավորվեր, ես համոզված եմ դրա քանակը այդքան չէր լինի։ Կլիներ էլի, միևնույն է դա նոր չէ եւ այդ դա շոկի քաշի պես է որը խորհրդային տարիներից թափառնելով գալիս այս վերջին տարիները էլ ավելի արագացել է նույնիսկ հենց այս պայն է իրենք որ փորձեն է դադարեցնել այդ ամենը բայց միևնույն է ժամանակ է պետք գալու մինչեւ իսկապես կանգ առնեն ոնց որ գնացքը չի կարող իներցիայի ուժով այո ինքը գնալու է միևնույն այսինքն մենք պիտի պատրաստ լինենք պետքա միշտ այս զգոն լինենք այս հարցում որովհետեւ ամեն տարի իրենք կարող են մի որևէ նման դու այս ասել, չեմ ուզում ուրիշ բան ասել, որը մեզ համար շատ աբսուրդային է թվում, նո ասենք էլի օրինակ բերեմ, ասենք երբ որ մարդիկ հայտարարում են, որ ասենք Վանա լճի հաղթամարի մեր Սուրբ Խաչի եկեղեցին դա աղվանական է, այսինքն ըստ իրենց տրամաբանության Ադրբեջան կամ Կիլիկիա հայոց պետությունը նույնպես պարզում է ինչ որ աղվանների հետ կապ ունի եւ այլն։ Տաթևի վանական համալիրը, որը մենք բոլորս գիտենք մեր կարևոր հոգեվոր կրթական կենտրոններից էր միջնադարը եւ այդ ամբողջ աշխարհն է դրա մասին խոսում, բայց չէ, իրենք այնուամենայնիվ դա ինչ որ մի կերպ փորձում են կապել եւ դրանով ցույց տալ աղվանականը դրա եւ դրա հիման վրա իհարկե աղվանականի որպես սեփականատերերը իրենց են համարում բայց նաև այդտեղ մի ուրիշ բան է հակասություն էլ կա որ ես այս վերջի դասագրքերը կարդալով օրինակ Խամսայի մելիքությունները անք ասում են աղվանական մելիքություններ բայց ու հանգարց ստացվում որ այդ աղվանական մելիքությունները դավաճանում են ադրբեջանական ժողովրդին որտեվ ընդ որում նամակներ են ուղարկում ռուսաց այսպես ցարին Կովկաս են հրավիրում այսինքն ուզում եմ ասեմ որ նույնիսկ հասարակ ինչ որ մի քիչ առաջ շեշտեցի ընթերցողի համար բարդ է այդ պատմությունը բարդ է եթե մեր պատմությունը տրամաբանական է ասենք չի հակասում այդ պատճառահետևանքային կապը կամ այդ ընթացքը մեկը մյուսին չի հակասում իրենց մոտ իրոք շատ դժվար է գիտեք որտեվ զրոյից մի բան ստեղծել է հիմք չունենալով աղբյուրներ չունենալով ստեղծել այդ ամեն ինչը դու չես կարող որովհետև միշտ ինքը սկսելու է հակասել մեկը մյուսին էլի որտեվ երկուսն է հորինված է Սուրեն ջան հիմա մենք եթե այսպես հարցը դիտարկենք աշխարհում այսօր իհարկե հին ժողովուրդներ քիչ են մնացել հա հին ժողովուրդներ որոնք արդեն չգիտեմ մեր թվարկությունից առաջ որպես այդպեսին կազմավորված են եւ մինչեւ օրս կան հա ժողովուրդների մի զգալի մասը այսօր նոր են օրինակ թեկուզ ամերիկյան ժողովուրդ եթե կարելի է այդպես ասել բայց այդ մարդիկ ինչ են անում այդ մարդիկ հպարտանում են թեկուզ եւ իրենց կարճ բայց այդ պատմությունով կան այլ թեկուզ եթե էլի Եվրոպայում է ժողովուրդներ կան որոնք փաստացի ձևավորվեցին միայն նոր շրջանում ձևավորվեցին հա համապատասխան այդ հեղափոխություններից բանից այդ գործընթացներից հետո եւ այս ժողովուրդը փոխանակ
կենտրոնանալու իրենց այն ինչ որ իրապես իրենցն է իրենք 18 թվականից հետո այն ինչ որ պետություն ստեղծեցին ի վերջո հիմա դա փաստ է այսինքն պետություն ստեղծեցին եւ էթնոկազմավորման գործընթաց սկսեց պետությունը իհարկե խորհրդային միության Մոսկվայի նախևառաջ աջակցությամբ 18 թվին չէ 20 թվականից հետո բնականաբար բայց չէ իրենք որոշել են ինչպես ասում են փորձել էլ ավելի բանը ոչ միայն իրենց հին արմատները գտնելու անհիմն կերպով կամ գոնե ասեն որ այո ասիմիլյացիոն գործընթացների ընթացքում ինչպես եւ օրինակ թուրքերի դեպքում որոնք նրանց ԴՆԹ-ն է եթե ուսումնասիրենք երևի կեսից շատը ոչ թյուրքական արյուն ունեն բնականաբար նաեւ իրենց արտաքինի շատերին որովհետեւ մեզանից առանձնապես շատ չեն տարբերվում կամ հույներից կամ բալկանյան ժողովուրդներից փոխանակ դրա վրա կենտրոնանալու այո մեր էթնոկազմավորման գործընթացի մեջ մտել են ժամանակի ընթացքում եւ իրանախոս ժողովուրդներ եւ կովկասախոս ժողովուրդներ եւ հայեր ինչու՞ չէ դրա մասին էլ եւ իհարկե նաեւ բնականաբար այդ ամենը այսպես այդ ամենը միավորել է թյուրքախոս տարը որը ի վերջո 20-րդ դարում կամաց ստեղծեց այն էթնոսը որը արհեստականորեն վերցրեցին ադրբեջանցի անունը դրեցին որովհետեւ կարար եւ շիրվանցի լիներ կարար առանցի լիներ, աղվանցի լիներ եւ այլն, բայց այստեղ գիտեք ինչ նպատակով հենց այդ Ադրբեջան անունը դրվեց, որպեսզի նաեւ այստեղ հերահար նպատակներ կա, որը այնպես չէ, որ այսօր նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը դրա մասին բացի խոսում չի էլ թաքցնում, որ գոյություն ունի Հյուսային այսպես կոչված Ադրբեջան, որ այսօրվա Ադրբեջանի Հանրապետություն եւ գոյություն ունի այսպես կոչված Հարավային Ադրբեջան, որի տակ իրենք հասկանում են այդ իսկական Ադրբեջանը կամ Ադրբատականը, այսինքն իրանական տարածքը։ Եվ դասագրքերում դա շատ լավ երևում է։ Այո, բացենք նրանց մի գլուխ հյուսիսից է, մի գլուխ հարավային։ Բացենք նրանց պատմական ատլասը, այսպես կոչված պետության կողմից ֆինանսավորված, բավական այսպես ծավալուն աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, եւ այնտեղ հստակ է, ամբողջ տրամաբանությունը դրա մեջ է Ադրբեջանի Հանրապետության տարածք հարավային տարածքները, որոնք իրենք կոչում են հարավային Ադրբեջան, իհարկե հնարավորինս այսպես ուռճացած տարբերակներով Հայաստանի Հանրապետության տարածքը, Վրաստանի Հանրապետության տարածքների արևելյան հատվածը Եվ իհարկե Կովկասիա դեպի Դաղստանը, Դերբենդ օրինակ իրենք հայտարարում են դա իրենց ադրբեջանական ամենահին քաղաքն է, փաստագրված ամենահին քաղաքն է Դերբենդը։ Մենք դրա մասին իհարկե նյութ գրեցինք, փորձելով հասկանալ մեր ռուս գործընկերների արձագանքն էինք ուզում լսել, դուք տեղյակ եք, որ ձեր պետության կազմում գտնվող քաղաքը պարզվում է ոչ թե ձեր տարածքի ամենահին քաղաքն է, այլ հենց կոնկրետ այս էթնոսի ամենահին քաղաքն է ձեր տարածքում այս պահին։ Եվ իրենք իդեպ իրենց պատմության դասագրքերում այդ հարավ-հյուսիսը ինչպես է ներկայացնում Ռուսաստանի առումով էլ նշեմ, որ փաստած իրենք այսպիսի հակառուսական այսպես բան է գնում իրենց մոտ, որ երկու անգամ Ռուսաստանի պատճառով մեր ժողովուրդը, մեր պետությունը բաժան եղավ, հյուսիս-հարավ բաժանվեց։ Մի հատ 19-րդ դարի սկզբին այդ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ, որ Արաքսով գծվեց այդ սահմանը, դրանով ըստ իրենց տրամաբանության արդեն ադրբեջանցի ժողովուրդ կար այդպես բաժանվեց, եւ երկրորդ անգամ խորհրդային տարիներին էլի այսպես Մոսկվան փաստորեն իրենց վզին անկախությունից զրկեց, իրենց վզին փաթաթեց այդ կարգերը եւ էլի նորից թույլ չտվեց միավորվելու մեկ միասնական պետություն ստեղծելու։ Այնպես որ երբ որ իրենք խոսում են նաեւ, ինչ որ դաշնակցային դրացիական հարաբերություններ Ռուսաստանի եւ այլնի հետ պետք է շատ արագ ուղղակի հիշեցնել իրենց դասագրքերում թե ինչ է գրված այդ դեպքերի մասին, ինչպես է ներկայացվում այդ դեպքերը։ Իհարկե նորից իրականությունից կտրված, որովհետև մենք պիտի շեշտը դնենք, որ առանց Ռուսաստանի աջակցության այդտեղ երբևիցե չէր ձևավորվի մի մտավորականություն, որովհետև ի վերջո ստեղծվեցին աշխարհիկ դպրոցներ ռուսաստանյան կայսրության ջանքերով, ամեն ինչ արվեց, որպեսզի այդտեղի թյուրքախոսները կտրվեն իրանական, միջավայրից եւ մյուս կողմից այո, խրախոսվում էր, ամեն ինչ արվում էր, բայց մյուս կողմից ամեն ինչ արվում էր նաեւ օսմանյան միջավայրից էլ հեռու պահել եւ դրա համար կամաց ինչ որ գործընթացներ էին այդտեղ սկսել ձևավորվել եւ դրա հիմքում իհարկե նախ-առաջ մտավորականություն է, որը ստեղծվեց Ռուսաստանի կողմից փաստացի։ Եվ հետո խորհրդային տարիներին արդեն այդ ամենը ամրագրվեց, ինչպես ասում են, նաեւ փաստաթղթի տեսքով։
Հա, եւ 37-ին, եթե չեմ սխալվում, սահմանադրության մեջ առաջին անգամ սահմանադրության մեջ ամրագրվեց այդ դա, որովհետեւ օրինակ ասենք այդ նույնիսկ 33 թվականին է, եթե չեմ սխալվում, նամականիշ կա, այդ շատ հայտնի փաստ է, էլի, նամականիշ, որի վրա պատկերված են 3 գյուղացիներ անդրկովկասյան ժողովուրդներ ներկայացնող։ Հստակ գրած է գրուզին, արմենին ու տյուրք։ Այսինքն չկա ադրբեջանցի, դա 30-ական թվականներն է, երբ որ իրենք խոսում են, որ չգիտեմ, մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում կայինք, ուղղակի կարելի է ցույց տալ, որ դուք նույնիսկ 1930-ական թվականներին դեռևս չկայիք եւ դու ձեր տրամաբանի մեջ նաեւ գլխի մեջ չէր դա տեղավորվում։ Բացի դրանից մենք պիտի շատ կարևոր մի հատ շեշտադրում անենք, որ եւ Խորհրդային Վրաստանի եւ Խորհրդային Հայաստանի թուրքախոսները, որոնք մի օր առավոտյան արթնացան եւ պարզվեց, որ իրենք նույնպես ադրբեջանցի են, իհարկե նույնպես այդ ժողովրդի հետ կապել բացարձակ սխալ էր, բայց դա իհարկե խորհրդային տարիներին մեզ ոչ մեկ չէր հարցնում, որ ուզում եք կամ չեք ուզում կամ ոնց եք պատկերացնում։ Այսինքն այստեղի ապրող թուրքախոսը, որը երբևիցե ադրբեջանցի չէր եւ մաքսիմում այն ինչ որ ինքը իր մասին պատկերացնում է, ես մուսուլման եմ կամ ես թուրք եմ, այդ տրամաբանության մեջ էր, նույնը եւ նաեւ Վրաստանում։ Հանկարծ ինչ որ մի առավոտյան արտնացա եւ պարզեց, որ ինքը հարևան պետության էթնոսի ներկայացուցիչն է այս պետության մեջ։ Շատ հետաքրքիր տրամա եւ այսօր էլ իրենք դրա հիման վրա ինչ որ խոսում են այստեղից գնացածների վերադարձի մասին։ Հա, դրա մասին եմ ուզում խոսեի, որ դուք ես տեսնում եմ, որ մոնիտորինգ եք անում բոլոր այդ հիմնական հակահայկական թեզերը, շատ թեժ կետերն եք գտնում թեմաները, բայց երևի ամենաթեժ թեման հիմա արևմտյան Ադրբեջանի թեման է, չէ՞։ Ու այստեղ գիտե մի բան կա, որ ես միշտ չեմ կարողացել գտնել դրա պատասխանը։ Մի կողմից մտածում ես, որ այդ թեմայով միգուցե չխոսենք, որ չլեգիտիմացնենք իրենց ասածը։ Մյուս կողմից հասկանում ես, եթե դու չես խոսում, եթե արձագանք չկա, այնպեսի տպավորություն է ստեղծում, որ դու համաձայն ես եւ դա կամած կարող է մտնի գիտական նաեւ դիսկուրսի մեջ եւ դառնա այսպես, չգիտեմ, ճշմարտություն, խարոշչությունից դառնա ինչ որ գիտություն։ Այդ առումով կուզենայի մի քիչ այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի մասին խոսես ու հասկանանք, սա զուտ խարոշչական ներքաղաքական այսպես օգտագործման համար ստեղծված թեմա է, ինչ ես կարծում, թե սա իրականում իրենք մտադրություն ունեն ներմուծել գիտական դաշտ, արևմտյան գիտության մեջ մտցնեն եւ ներքին օգտագործման բանա թե ավելի լայն հեռավոր նպատակներ ունեն, ինչ ես կարծում։ Ես կարծում եմ, որ այստեղ եւ մի քանի այսպես կետերի վրա պետք է շեշտադրել այս հարցում։ Նախ այն, որ մենք պետք է փաստենք հետեւյալը, ստեղծված է կառույց իրենց մոտ, հենց այդ անվամբ կառույց, որը բավականին լավ ֆինանսավորվում է, որի գլուխ կանեցված է համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները, վերահսկվում է անմիջապես ամենավերևից, ֆինանսավորվում է ամենավերևից եւ ունեն իրենք բավականին մեծ գործիքակազմ, սկսած հեռուստատեսությունից եւ հնարավորություններ ֆինանսական այդ իրենց ամբողջ այդ քարոզչական մաները, հա, թեզերը տարածելու եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս ժամանակ առ ժամանակ իրենք իրենց դեսպանատների աջակցությամբ կազմակերպում են աշխարհի տարբեր երկրներում, կազմակերպում են տարբեր ինչ որ ցուցահանդեսներ, գրքերի հրատարակություններ, ինչ որ գրքեր են գրում, հետո այդ կոնկրետ երկրի լեզվով են հրատարակում, գիտաժողովներ են անցկացնում եւ այլն եւ փորձում են հնարավորինս այս թեզը առաջ տանել եւ կամած այդ քանակական գրոհի վրա, այստեղ որակականի մասին իհարկե խոսք չկա, որտեղ որևիցե լուրջ գիտնական, եթե ուղղակի բացի այդ աշխատանքները կհասկանա այդտեղ կեղծիքի մակարդակը, բայց քանակական գրոհի վրա իրենք փորձում են կամած մարդկանց ականջներին արդեն սովորական դարձնել նման այդ թեզը, որը խրախուսվում է առաջ է տարվում իրենց նախ եւ առաջ իրենց պետության կողմից հովանավորվում է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ նախ պետք է ասել հետեւյալը, եւ մեր ժողովուրդն է թող անընդհատ դրա վրա կարող է շեշտ դնել, որ արևմտյան Ադրբեջան, այո, հասկացությունը կա, բայց դա Իրանում է, դա առանձին ոստան է, նահանգ է, որ այո, կա այդպիսի վարչական հասկացություն Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գոյություն ունի, եթե իրենք արևմտյան Ադրբեջան են ուզում գնան, թող խնդրեմ, թող գնան այնտեղ եւ թուրքախոսներ կան եւ քրդախոսներ կան, այնպես որ դա արդեն իրենց եւ Իրանի խնդիրն է, միջև հարաբերությունների խնդիրն է։ Երկրորդը
Այստեղ մի կարևոր շեշտադրում։ Այսօր իրենց պատմության ինստիտուտը կոչվում է աղա խան Բաքի Խանովի անվամբ է կոչվում։ Իրենց գլխավոր պատմագիտական կենտրոնը Բաքի Խանովի անվամբ է կոչվում, բայց մենք մի քանի այդպիսի նյութեր տարածեցինք, որտեղ դրա մասին իհարկե էլի ասվել էր, բայց նորից կարելի է շեշտել։ Լավ, եթե դուք իհարկե այդ մարդը, որ 19-րդ դարում էր ապրում, ինքը տեղակ չէ, որ ինքը ադրբեջանցի է, եւ իհարկե իր մտքով է չէր անցել, որ մի օր ինքը կդառնա ինչ որ 20-րդ դարում ձևավորված ժողովրդի կողմից ստեղծված գիտական կենտրոնի անունով, իր անունով կկոչեն։ Լավ, այդ դնենք մի կողմ։ Եվ համարում են ադրբեջանական նոր պատմության, այսպես հիմնադիրն են համարում, բայց իհարկե բացարձակ այդ մարդը դրա այդ ամենի հետ կապ չուներ։ Ինչևից է, այդ մարդու աշխատության մեջ այդ մարդը շատ հստակ գրում է, որ մեծ հայքի սահմանը անցնում էր արևելյան Կուր գետով էր ասում։ Այդ մարդը գրում է Գրիգոր Լուսավորչի հայոց պետության մասին եւ այլնի մասին է գրում։ Գրում է, որ Փանախանի մասին նույնպես որ գրում է այդ Շուշիին, հա, որ մեր համապատասխան Մելիք-Շահնազարի համապատասխան գործողության շնորհիվ որ ստացավ այդ Շուշին, նա գրում է, որ Փանահը, հետո Իբրահիմը նրանք պայքարում էին աղվանքի հայ մելիքների, աղվանք չկներեք, աղվանք այդտեղ խոսք չկա, հայ մելիքների դեմ է պայքարում։ Չէ, բայց բնականաբար նրանք այդ ամենը շատ արագ մոռանում են։ Ուզում եմ ասեմ, այդ լավ դուք եթե մեզ չեք հավատում, հավատացեք գոնե այն մարդուն, որին դուք համարում եք ձեր պատմագիտության հայրն եք համարում։ Եվ այստեղ մյուս կողմից է երբ որ իրենք խոսում են ինչ որ, չգիտեմ, այստեղ վերադարձ եւ այլն նման բաների մասին է խոսում, պետքա կարևոր մի քանի շեշտադրում անել, որ նախ այն թվերը, որ դուք ներկայացնում եք խորհրդային Հայաստանից գնացած իհարկե մեղմ ասած դա ուռճացված էր, մեկ, երկրորդը այն եթե զուգահեռներ տանենք, թե ինչ էր կատարվում ձեր մոտ եւ ինչպես էին հայերը փախչում ձեր մոտից եւ ինչպես են այստեղից գնացել այն ադրբեջանցիները, որոնք ապրում էին այստեղ, դա իհարկե սարեր ձորերի տարբերություն անհամեմատ է։ Եվ երրորդը, երբ որ դուք հայեցակարգ եք մշակում եւ այնտեղ գրում եք, որ եթե մի օր իրենց հաջողվի, իսկ իրենք ասում են անպայման պիտի հաջողվի, վերադառնալու ենք եւ տեղերում ստեղծելու ենք նաեւ կառույցներ, որոնք պիտի զբաղվեն նաև իրենց այստեղ տեղափոխվածների, քանի որ ըստ իրենց, եթե տեղափոխվեն անվտանգության եւ այլնի խնդիրներ կառաջանա, պետք է տեղական այսպես կոչված ոստիկանական եւ այլն ուժեր ստեղծեն, պլյուս դրան նաև օրենսդրական մակարդակով պիտի ամրագրվի, եթե հանկարծ ինչ-որ բռնություններ, ապա երրորդ երկիր, որևիցե երկիր, բնականաբար խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է, իրավունք պիտի ունենան բանը, հա, այս գործընթացների մասնակից լինեն։ Այսինքն սա հասկանալի է, որ սա ոչ թե սովորական որևէ մարդկանց վերադարձի խնդիր է արծարծում, այլ ուղղակի հիմքեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության մեմ ասած անկայունություն ստեղծելու համար։ Պլյուս դրա մենք իհարկե չենք մոռանում այն հարցը, որ անընդհատ պետք է շեշտենք եւ դրա վրա շեշտադրում պիտի դնենք։ Երբ որ դուք խոսում եք ինչ որ վերադարձի մասին, եկեք մի հատ հայելային տարբերակով նայենք մերոնց բա վերադարձը։ Այդ եւ Բաքուն, եւ Սումգայիթը, եւ Գանձակում, այլ Արցախի մասին չեմ խոսում հարակից տարածքներում, այդ բնակչության անվտանգությունը դուք կապահովեք, երբ որ նրանք կվերադառնան։ Դուք համաձայն եք քննարկելու այդ հարցերը, այսինքն այդ հայեցակարգը մշակելիս դա միակողմանի չի կարող լինել, հա, նման բան եք մշակում, դա ավելի շուտ այսպես ագրեսիվ ռիտորիկա է, ռետորաբանություն է ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այնպես որ որը որևէ պատմական տեկ բան հող հիմք չունի։ Երբ որ դուք հայտարարում եք, ասենք Երևանի խանությունը ադրբեջանական եւ ոչ միայն Երևանի խանությունը, դա մեր ասած, ասենք որևէ հիմք չի կարող ունենալ, որովհետեւ որևէ Երևանի խան կամ նրա ծառայության տակ գտնվող կամ նրա հպատակ համարվող մուսուլման, թուրքախոս եւ այլը ինքը տեղակ չէ, որ ինքը ադրբեջանցի է։ Իսկ դուք հայտարարում եք, որ երիք չէ, նրանք տեղակ չեն, դա ադրբեջանական պետականություններ էին դրանք։ Հա, դրանից պետականություններ յուրացնելու բանը շատ է, այդ նույն դասագրքերն որ նայում ես, հասկանում ես, որ բարձրացման Սեֆյաններն էին ադրբեջանական, որ դրանց առաջ էր, նույնիսկ Ակոնյոլուկ եւ Կարակոնյոլուներ։ Ես այդ հարցը մենք էլ այդ նյութերը որ հրապարակում ենք, հարց ենք այդպես
հարց ենք բարձրացնում, իսկ այդ մարդկանց դուք տեղյակ եք, որ այդ մարդկանց արձանները Աշխաբադում կանեցված են, կարակոյունուների, ակկոյունուների, ես ձեզ ասեմ ավելին, սելջուկ թուրքերը նույնպես իրենք ծագումով թուրքմեններ էին փաստացի, հա, այսինքն այստեղ եկեք միանգամից բաներին էլ Օսմաններին է ադրբեջանցի գրանցեք եւ մի հատ տեսնենք այսօրվա Թուրքիայի ղեկավարության արձագանքը շատ հետաքրքիր կլինի, այսինքն այդ նույն լոգիկայով, եթե Սեֆյանները, այսինքն մուսուլման էին, թուրքախոս են, եկեք այդ նույն լոգիկայով Օսմանին էլ բան անենք, գրանցենք բանի հաշվին, մամլուկներին, նրանց մի զգալի մասը ղփչաղներ էին, թուրքախոս են, եկեք նրանց ադրբեջանցի հայտարարենք, այդ լոգիկայով շարժվենք առաջ, հասկացությունների փոխանակման սկզբունքով աշխատող աշխատանք է, որը իրոք գիտություն չի, այլ պարզ, այսպես ստեղծված հորինվածքների հիման վրա փորձ ինչ որ ինքնության ձևավորելու փորձ է։ Այստեղ գիտեք մի հատ խնդիր կա, որով այս հարցերը բարձրացնելով իրենց հասարակությանը նայած զբաղեցնում են։ Տեսեք, իրենք անընդհատ տարիներ շարունակ խոստանում են, որ ամեն ինչ իդեալական է լինելու, երբ որ իրենք լուծեն, այսպես կոչված, լուծեն Ղարաբաղյան խնդիրը։ 20 թվականին, 23 թվականին նրանք լուծեցին իրենց տրամաբանությամբ լուծեցին, հա, այդ հարցը, բայց կարծես թե ադրբեջանցի սովորական ժողովրդի կյանքում ոչինչ չփոխվեց դրանից։ Այն ցուցադրական բաները, որ կազմակերպում են իրենք Արցախում եւ այլն, դրանք ավելի շոու են նման, հա, այսպես կոչված մեծ վերադարձ դեպի Արցախ եւ այլն, այս ամենի վրա բավականին մեծ գումարներ է ծախսվում, բայց արդյունքի առումով, երբ որ մոնիտորինգ ես անում, հասկանում ես, որ այդտեղ քաղաքականը եւ թատերականացվածը ավելի շատ է, եւ այստեղ հասկանում ես, որ բավականին մեծ նաեւ կոռուպցիոն ռիսկեր կան, որի վրա այնպես չի, որ մենք չգիտենք այնտեղ համապատասխան Ալիևյան կամ Փաշաևյան կլանը ինչեր են անում կամ նրանց հետ ասոցացված, ասենք, մյուս անձնավորությունների ինչպես են գործում։ Այսինքն այս հակահայկականությունը Հայաստանի դեմ այս ամենօրյա գրոհը եւ այլն որոշակի նաեւ խնդիր է լուծում իրենց ներսում, որովհետեւ եթե մի պահ պատկերացնենք այդ ամենը չկա, դատարկություն է տիրում այդ դաշտում, հա, այսինքն իրենք իրականության հետ են սկսում աղերսվել, այդտեղ կարող է այդ համապատասխան ռեժիմը խնդիրներ ունենա հենց իր հասարակության կողմից։ Դրա համար է, օրինակ մենք այդ ես անընդհատ այս բաների մասին որ խոսում եմ, ասում եմ, մեր կայքեջում մենք ունենք համապատասխան բաժին, որ կոչվում է Azerfake։ Կարճ, այսպես տարբեր լեզուներով թարգմանված նյութեր են հայերենից բացի բնականաբար ադրբեջաներենը կա, որը ուղարկում ենք իրենց հասարակությանը եւ այդտեղ ոչ միայն պատմության մասին ենք խոսում, նաեւ սոցիալական եւ այլն բանակում տիրող իրավիճակի մասին, տարբեր այսպես վարքերի, որոնք խնդրահարույց են էկոլոգիական հարցեր, տնտեսական, կոռուպցիոն եւ այլն։ Այս բոլոր խնդիրները, որոնք մենք տարբեր տեղերից հայթայթում ենք այս նյութերը, իհարկե պետք է իրենց հասարակությանը հրամցնել։ Ես կարծում եմ, որ դա պետք է եւ դրա վրա նույնպես պետք է ուշադրություն դարձնել։ Հա, ու նաեւ մենք մի քիչ առաջ որ խոսում էինք Արցախի մասին, այդ վերադարձ այսպես կոչված, հա, իրենց տերմինը, որ օգտագործում են, նաեւ ես տեսա, որ դուք նաեւ շատ այսպես ուշադիր հետևում եք, մոնիտորինգ եք անում այսօր Արցախում տեղի ունեցողին, մշակութային արժեքների ոչնչացմանը, դրա մասին մի երկու բան կուզենայի, ինչ ռեժիմով եք, ասենք, ուզում եմ հասկանամ, որտեվ ռեալ ժամանակով մի տեսակի մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք այդ ամբողջը վերահսկում եք։ Մշակութային դաշտում իհարկե այնտեղ լավ է հայաստանյան սեգմենտում կան էլի ինչպես ասում են կազմակերպությունները, որոնք զբաղվում են միայն հենց այդ հարցերով են զբաղվում, բավականին լավ են զբաղվում եւ այլն։ Հա, այս կառույցներ, ասենք, որոնք զբաղվում են, հրատարակում են եւ այլ այս խնդիրներով, բայց բնականաբար մենք նույնպես հետևում ենք։ Սա իհարկե մեզ համար առաջնահերթություն չէ, բայց այնուամենայնիվ մեզ համար շատ հետաքրքիր է հասկանալ ինչ է տիրում, բայց եթե այսպես ընդհանուր դաշտը եթե նկարագրելու լինենք, պիտի հասկանանք, որ մի զգալի մասն էլ, որը այսօր կատարվում է, մենք դրա մասին տեղեկություն ուղղակի չունենք։ Գիտեք, դա ինքը տեղով Ադրբեջան պետությունը փակ զոնա է, իսկ Արցախի տարածքը էլ ավելի փակ է այդ փակի մեջ։ Այնտեղ
հենց այնպես մարդիկ նույնիսկ հենց տեղի ներքին հենց քաղաքացիները չեն կարող հենց այնպես այցելել, իսկ թե հեռավոր գյուղերում Արցախի շրջակա տարածքների ինչ է կատարում, ինչպես են իրենք ոչնչացնում մեր գերեզմանները, ինչպես են ոչնչացում այն պատմամշակութային հուշարձանները, դե այն որ իրենք բացեբաց նախագահի իրենց մակարդակով հայտարարեցին, որ ինչ որ 91 թվականից հետո է այդտեղ կառուցվել, դրանք բնականաբար իրենք խնդիրը չեն տեսնում դրա ոչնչացման հարցում, դա չեն էլ թաքցնում, հա, բաց են անում այդ ամենը։ Մյուս խնդիրը իրենք որ մյուս հարթության մեջ այն են անում, որ իրենք արդեն նախագահի էլի մակարդակով հայտարարեցին, որ միջնադարի ինչ-որ մի փուլում հայերը տիրելով աղվանցիներին պատկանող հոգևոր կառույցներին, եկեղեցիների եւ այլն, տեղ ավելացրել են հայերեն գրված, հա, նախադասություններ են գրել, ավելացրել վիմագրեր եւ այլն, դա նույնպես դա հայերի կողմից է արված, միտումնավոր է արված, տեսեք պետական մակարդակով այսպիսի հայտարարություն որ անում են եւ սա ինչ է, սա կանաչ լույս է վառում մնացած բոլոր այն նույնիսկ այն սովորական մարդիկ ովքեր որ չէին են մտածում, գալիս են բնակվում են այդ գյուղում, հանկարծ այդպիսի մի բան հայտնաբերեն, բնականաբար պետության կողմից դա իրենց թույլատրված է եւ իրենք կանեն, բայց սա իհարկե սովորական մարդկանց գործ չի, սա կազմակերպված ձևով Ցավոք սրտի մենք գործ ունենք նաև այնպիսի պետության հետ, որը օրը ցերեկով կարող է ասենք ջուղայի խաչքարերը ամբողջ աշխարհի այդ աչքի առջև ուղակի ոչնչացնել եւ հանգիստ հետո այդպիսի բան գոյություն չունի։ Չկա։ Փաստերը կան եւ այլն ցույց է տալիս, բայց չէ, ինքը ասում է այդպիսի բան գոյություն չունի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, համաշխարհային կառույցներն են նույնիսկ եթե արձագանքում են եւ այլն, միևնույն է ինքը ասում է չէ, այդպիսի բան գոյություն չունի։ Մի ամբողջական գյուղ էր թաղամասեր են ոչնչացնում, Քարինտա գյուղը ուղակի սրբեցին իրենք ոչնչացրեցին ըստ իրենց հայեցողության։ Մեր ես ուղակի սարսափով եմ պատկերացնում, թե հիմա ինչ է կատարվում, օրինակ չգիտեմ, Գանձասարում։ Որի մասին մենք էլի քիչ ինֆորմացիա ունենք, բայց այնուամենայնիվ ես պատկերացնում եմ ինչեր կարող են իրենք անել, հաշվի առնելով, որ ամենավերևից այդ հրահանգները կա։ Իսկ լեզվական բանին մի հատ անդրադառնանք, կայքի քանի լեզվով է։ Այս պահին մենք ունենք հայերեն, անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, արաբերեն։ Պատրաստ են նաև համարյա վրացերենը եւ էլի որոշ լեզուների առումով բաներ կան, ծրագրեր կան, որոնք իրականացնում։ Վրաստանի հետ ունենք խնդիր ինչ-որ։ Մենք ոչ թե Վրաստանի, այլ մենք խնդիր ունենք Վրաստանի հասարակությանը ներկայացնել այն պատմությունը, որը կա մեր տարածաշրջանում, օբյեկտիվ պատկերը ցույց տալ, որովհետև ադրբեջանցիները բավականին ակտիվ աշխատում են Վրաստանի հասարակության հետ։ Գիտեք, այնտեղ բիզնես եւ այլն հարցեր կան, Սոկարը բավականին ակտիվ է այնտեղ եւ ոչ միայն ադրբեջանցիները, նաեւ Թուրքիան նույնպես այդպես բավականին ակտիվ է տնտեսական դաշտում Վրաստանի եւ սա բնականաբար նաեւ թույլ է տալիս իրենց որոշակի ոլորտներում այսպես թելադրել նաեւ իրենց պատկերացումները եւ տարածել նաեւ, հա, որոշակի ազատություն ունեն այս առումով եւ մեր խնդիրն է մեր բարեկամ ժողովրդին ցույց տալ իրականը, այն ինչ որ այլ ոչ թե այն ինչ որ իրենք ադրբեջանցիները փորձում են ներկայացնել։ Իրենք Վրաստանում շատ այսպես մեթոդիկ կերպով կարելի ասել, հակահայկական տարաբնույթ միջոցառումներ են անում, գրքեր են հրատարակում, նյութեր են տպագրում, երբեմն դա կլինի նույնիսկ տեղացիների անուն ազգանունով կարող է լինել, հասկանալ եթե դա ինչպես է արվել եւ այլն, այնպես որ խնդիր կա նույնպես մեր հարևան բարեկամ ժողովրդին նույնպես այս մոտ նույնպես այս ամենը տարածել։ Պլյուս իհարկե անընդհատ խոսել նաեւ իրենց եւ ադրբեջանցիների մասին, միջև խնդիրների մասին, որովհետեւ իրենք երբեմն իրենց թվում է, որ դա այդքան էլ բարդ խնդիրներ չեն կամ իրենք այդ առումով ավելի հանգիստ կարող են լինել, բայց մենք պետք է իրենց օրինակներով ցույց տանք, որ պետք չի այդքան էլ հանգիստ լինել, որովհետև այն ագրեսիվ են նկարտումները, որ իրենք ունեն, օրինակը բերեցի, ասենք, Թբիլիսիի էմիրությունը իրենք հայտարարում են բանը ադրբեջանական։ Դա ոչ միայն աբսուրդի ժանր է, դա նաև խոսում է որոշակի իրենց նկարտումների մասին, կամ այդ Դավիթ Կարեջայևանական համալիրի հետ կապված խնդիրները եւ այլն։ Այսինքն, եթե այդ նույն լոգիկայով իրենք շարժվեն, մի օր կարող է Վրաստանի տարածքի բոլոր եկեղեցիներն հայտարարեն աղվանական, դե հետևանքները արդեն գիտեք ինչ կհայտարարեն դրանից հետո։ Մեկ էլ մի նաև դեր գործունեության մի բաներ ես նկատեցի, դա փաստացի արխիվային փաստաթղթերի հասանելիության տալը, հա, օտարերկրյա նաև գիտնականներին, այսինքն փաստաթղթեր բաժին ունեք, չէ՞ կայքում,
որտեղ նաև դրանք տեղադրում ենք, ու ես կարծում եմ դա էլ շատ շնորհակալ գործ է, որտեղ բազմաթիվ մեր օտարերկրացի, այսպես գոլեգաների համար շատ կարևոր է հայերենով կամ հայկական փաստաթղթերի շտեմարան ստեղծել։ Ես միշտ դրա մասին մտածել եմ, որ այդ բոլոր մեր կարևորագույն փաստաթղթերը, պայմանագրերը եւ այլն պետք է լինեն ոչ միայն հայերենով, նաեւ այլ լեզուներով, որը նաեւ գիտական աշխարհին թույլ կտա դա կիրառել իրենց հետազոտություններում, ներառել իրենց այսպես ուսումնասիրությունների մեջ, եւ դա էլ է փաստորեն ձեր երևի ոչ հիմնական, բայց նաեւ նույնպես այդ կարևորություններից մեկն է, բայց ես մի ուղղության վրա էլ կուզենայի շեշտադրում անել, քանի որ մենք գիտնականներ ենք, մեզ համար նաև շատ էական նշանակություն ունի, նաև գիտական դաշտում ինչ է կատարվում այս առումով, ոչ միայն ասենք սոցցանցերում եւ այլն, եւ մեր այս ուսումնասիրությունների եւ այլնի հիման վրա մենք գտնում ենք արտերկրում, թե ինչ որ Ադրբեջանում ինչ են տպագրում եւ այլն, պարզ է, բայց արտերկրում այն հեղինակավոր ժողովածուներում, ամսագրերում տպագրված այնպիսի նյութեր, որոնք մեր կարծիքով չպիտի լինեին այդպիսի նյութերը, եթե այսինքն հոդվածը պիտի եթե ռեցենզիայով անցած գրաքննություն անցած նա չէր կարող այդպիսի հոդված տպագրվել այդպիսի լուրջ ամսագրերում եւ մենք գտնելով այս ամենը համապատասխան նյութ ենք պատրաստում, ուղարկում ենք նաեւ մեր կարծիքը, մեր բողոքը, նամակը նաև համապատասխան խմբագրությանը հորդորելով իրենց ուշադիր լինել կամ եթե հարկ է նաև մենք իրենց կոչ ենք անում մեզանից, պատասխան այդ նամակը տպագրել իրենց մոտ եւ նաև ասում ենք, որ եթե դուք օրինակ ասենք միջազգային շտեմարաններում եք կամ հավակնում եք, այս ճանապարհով դուք չեք կարող հավակնել, որովհետեւ մենք հանգիստ կարող ենք դիմել այդ միջազգային շտեմարանների վերահսկող մարմիններին եւ հայտարարել, որ այս մարտիկ մեղմ ասած, չգիտեմ ինչով են զբաղված։ Նման ձևով նաեւ մենք գտնում ենք ադրբեջանական ռոպագանդիստներին, ոչ ադրբեջանցի, որոնք փորձում ենք ցույց տալ, որ կոնկրետ այս անձնավորությունները արևմուտքում կլինեն թե արևելքում էական չէ, ոչ ադրբեջանցի, ինչպես են իրենք զբաղվում տարիներ շարունակ զբաղվել եւ զբաղվում ադրբեջանական ռոպագանդայով, այսինքն լոբինգով եւ այլն ամենաբարձր մակարդակներից սկսած այդ հարցերով իրենք զբաղվում են եւ այս նյութերը նույնպես տարածում ենք, որպեսզի մեր հասարակության համար է պարզ լինի, որովհետեւ մեկ կարող է այդպիսի մարդը նույնիսկ փորձի գա Հայաստանի Հանրապետություն եւ այստեղ միջոցառումների մասնակցի եւ պետք է այդ մարդկանց մասին ասել, որ այս մարդիկ ունեն այսպիսի հետաքրքիր անցյալ եւ ներկա, ինչու՞ չէ միայն ցավոք սրտի մենք միշտ ամփույթ ենք այդ առումով, կարող են հրավիրել մարդիկ, որոնք հետո բարձում է հակահայկական մի ամբողջ հետագիծ ունեն, որը գիտաժողովներ են կազմակերպում, որոնց մասնակցում են այսպես շատ հետաքրքիր բացում ես ծրագիրը, տեսնում ես մարդկանց անուն ազգանուններ, որոնք Հայաստանում են եղել, կարծես թե լուրջ գիտնականներ են եւ այլ, բայց իրենք մասնակցում են այդպիսի գիտաժողովի, որի հիմնական այսպես տրամաբանությունը հետեւյալն է, ամեն ինչ անենք, որպեսզի ապացուցենք, որ այն ինչ որ կատարածաշրջանում դա հայկական չի, դա հավանական է եւ ըստ սրանից էլ բխեցնում ենք, որ ադրբեջանական է, այս բանով իրենք շարժվում են առաջ եւ զարմանում ես, որ այդ մարդիկ կարող էին մասնակցել, այն որ ադրբեջանցի մասնագետներ, չգիտեմ, եւ այստեղից այնտեղից գտնված տարբեր ռուսաստանցի կամ այլ տեղերից գտնված մասնագետներ կմասնակցեն, ճակերտավոր մասնագետներ։ Դա մի կողմից հասկ, բայց որ լուրջ գիտնական այդ հարցերով զբաղվող կարող է նման միջոցառումների մասնակցել, դա մեղմ ասած անհասկանալի է մեզ համար, բայց դա այնուամենայնիվ դրա մասին պետք է խոսել։ Հա, պետք է խոսել ու շատ կարևոր գործ է կանում, նաև ես պատկերացնում եմ, որ դա նաև մենք մի քիչ գիտնականներից համար որ կոմֆորտ զոնա է, որովհետև պետք է շատ արագ չարձագանքել։ Ստանում ես, պետք է արագ դա մշակես, հակադարձես, իսկ մենք գիտնականներս ես կոնկրետ շատ սիրում եմ դանդաղ, հանգիստ, պլանավորել մի քանի ամսվա աշխատանք հոդվածի համար, բայց սա փաստացի այդ դաշտը չի եւ դրա համար այն որ ասցիր որ երիտասարդներ են, ինձ թվում է դա նաեւ դա է օգնում, իրենք ավելի ակտիվ են, երևի ավելի այսպես տակարյուն են եւ այդ դա երևի օգնում է։
Սուրեն ջան, մենք այսպես ենք անում, էլի այն ինչ որ շատ արագ պիտի արձագանքենք, այո, մոբիլիզացնում ենք ուժերը, հնարավորինս արագ արձագանքում ենք, այն ինչ որ այն ինչի վրա որ ոնց որ դու ասեցիր երկար պիտի աշխատել եւ այլն, դա թողնում ենք կամած աշխատել, որտեղ հասկանում ենք, որ այդտեղ գրված ամեն մի բառ, նախադասություն իր կարեւորությունը ունի եւ այստեղ մենք սխալվելու ընդհանրապես իրավունք չունենք։ Խնդիրը նրանում է, որ մեզ ոչ միայն դրսից են, հա, կարդում, այլ նաեւ ներսից են, հա, հետևում, կարդում, մեր ժողովուրդն էլ պիտի այդ ամենաճիշտ ձևով, հա, այդ մեր ժողովրդին նաեւ մատուցվի, որպեսզի այնպեսի տպավորություն չստեղծվի, որ մենք անում ենք գործը միայն ուղղակի նրանց հակադարձելու եւ այլն։ Չէ, մենք այդ խնդիրը չունենք։ Դա շատ կարեւոր։ Մենք այդ խնդիրը չունենք, հակադարձել պետք է, բայց մենք այդ խնդիրը չունենք։ Ավելին ես միշտ հենց առաջին օրվանից մենք մեր արժեվ խնդիր ենք դրել, ոչ թե մենք սպասում ենք ու իրենց ետևից ենք գնում, այլ մենք առաջ ենք գնում։ Պիտի միշտ արժևում լինենք իրենց, մենք չենք սպասում իրենց։ Իրենք շատ էլ բան, իրենք ասելու են, հետո եթե մենք ընկնենք այդ հատկապես քանակական գրոյի ետևից իրաց, մենք չենք կարող։ Ուղղակի մենք այդ հնարավորությունը չունենք։ Պետական ամբողջական կառույցներ են աշխատում այդ ուղղությամբ, չեմ խոսում, որ մի ամբողջական մի կառույց բավականին մեծ ֆինանսական ներդրումներով աշխատում է եւ բավականին մեծ հնարավորություններ ունի։ Չէ, մենք դրա վրա չէ։ Պետքա թիրախային հարվածել, որովհետեւ անհամաչափ է մեր հնարավորությունները։ Բայց միևնույն է, մեր միտքը այնուամենայնիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Շատ կարևոր է ու այսօրվա զրույցից ես իրոք այդ բանը բերեցի իմ համար, որ սա միայն այսպես արձագանքելու եւ հակադարձելու կառույց չի, սա նաեւ սեփական օրակարգ թելադրելու, սեփական թեմաներ առաջարկելու եւ ավելի շուտ ստեղծել իրավիճակներում, որտեղ իրենք ստիպված կլինեն հակադարձեն եւ պատասխանեն։ Դա շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր է, որ երբեմն այդ արձագանքները մենք ստանում ենք նաեւ իրենց մեծ եղբոր կողմից, Թուրքիայի կողմից, այնտեղի ԶԼՄ-ներն էլ ինչ որ չգիտեմ բաներ, տարաբնույթ բաներ, թե ինչեր են գրում էր ասեն, չեմ ուզում ասել, որովհետեւ երբեմն որ ասում 18+ բաներ են գրում, բայց ասենք Բաքու TV-ին եթե ինչ որ հաղորդում է պատրաստում եւ դրա վրա բավական ժամանակ է ծախսում եւ այլ, խոսում է մասին, որ իրենք որոշակի ռեսուրսներ եւ այլն, իրենք էլ են մեզ հետևում եւ այս առումով եւ իրենց մոտ տեղ է գտել, հա, այս ամենը։ Բայց նորից եմ կրկնում, իրենց ամբողջ տրամաբանությունը կառուցված է հիմնականում երկու հարթության վրա՝ աշխարհագրական հարթություն եւ ժամանակագրական հարթություն, որը որևէ ձևով իհարկե բանը պատմագիտական, այսպես մեր ոչ մեթոդիկային, ոչ մի պատմագիտական այսպես մոտեցման հետ նա աղերս չունի ուղղակի ու չի կարող ունենալ։ Հա, հետաքրքիր է։ Նաև ոչ միայն ինտերնետում եք, այլ նաև դուք տպագրություններ եք ունեք։ Երկու խոսք կուզենա այս գրքի մասին է ասես, որ ինձ ներկայացրեցիր։ Մենք բացի իհարկե այս մեր գործունեությունից իհարկե անցկացնում ենք նաև գիտաժողովներ, միջազգային գիտաժողովներ, այս տարի մենք բավականին լուրջ մի գիտաժողով ենք նախաձեռնել, պլյուս ընթացիկ էլի գիտաժողովներ կան, որոնք կանցկացնենք կամ այստեղ կամ դրսում կանցկացնենք, տեսնենք ինչպես կստացվի։ Ես տեսա որ Վրաստանի հետ ինչ-որ համագործակցաբար ունեիք։ Այո, եւ Վրաստանի հետ եւ ուրիշ տեղեր նույնպես, այնպես որ կարծեմ համենայն դեպս արդեն բավական լավ արձագանքներ կան գիտաժողովի հետ կապված եւ ես լիահույս եմ, որ բավականին հետաքրքիր բան կստացվի։ Մենք մեր հարևանների հետ պիտի իսկապես լավ ինտենսիվ ձևով աշխատենք։ Ես ասում եմ, ես չեմ զելանա նորից կրկնելու, ինչու՞ չէ, եւ ադրբեջանցիների, եւ թուրքերի, եւ հատկապես վրացիների եւ իրանցիների հետ մենք շատ պիտի լավ թվում է, հատկապես վրացիների, իրանցիների առումով մենք խնդիրներ չունենք եւ այլն, կարելի է ռելաքս լինել այս հարցում, չէ, իրականում բավականին խնդիրներ կա, որովհետեւ այն արձագանքները, այն նյութերը, որ տեղ են գտնում իրենց երկրում ադրբեջանական ռոպագանդայի քարոզչության միջոցով այնտեղ տեղ են գտնում կամ նրանց ֆինանսավորման տպագրումը մտահոգիչ են։ Պետք է մենք փորձենք այդտեղ մենք մեր խոսքը ասել եւ հույս չդնել միայն տեղական համայնքի կամ դեսպանատան աշխատանքների վրա։ Մեր գիտական հանրույթը իր խոսքը պիտի ասի, բայց լավ կլինի խոսքը ասի իրենց նաև լեզվով, հասկանալի իրենց լեզվով։ Գրքերի առումով ես ասեմ հետեւյալը, մենք ունենք արդեն մի քանի տպագրված ժողովածուներ, այս գիրքը, որը ես ձեզ նվեր եմ բերել, է իհարկե
շատ կարևոր է այն առումով, որ փաստացի մեր ակադեմիական շրջանակներում սա նմանատիպ առաջին գիրքն է, որքան է զարմանալի լինի, որ այս ադրբեջանցիների էթնոգենեզի եւ Ադրբեջան պետության ստեղծման պատմության մասին սա առաջին ակադեմիական հրատարակությունն է։ Եվ սա ամբողջական ձևով ցույց է տալիս այդ փաստաթղթերի հիման վրա, որ այդտեղ Սուրեն ջան բացես այնտեղ փաստաթղթերը նույնպես տեղ են գտել, ցույց է տալիս թե ինչպես, ինչի հիման վրա, ինչ ճանապարհով իրենք եւ իրենց հովանավորները կառուցեցին այն պետությունը, ինչպես կամաց ստեղծվեց որոշակի տարածքի վրա ստեղծվեց նաև մի էթնոս, հա, որը իհարկե դեռևս իր էթնակազմավորման գործընթացները դեռ ավարտին չի հասցրել, բայց այնուամենայնիվ կոչվում է ադրբեջանցի եւ այս ամենի մասին այստեղ շատ մանրամասն խոսք է գնում։ Նշեմ, որ սա գիրքը առայժմ իհարկե միայն հայերեն ունենք, բայց արդեն ճանապարհին է նաև ռուսերենը եւ կլինի իհարկե նաև անգլերեն տարբերակը։ Եվ մի օր էլ միգուցե հաջողացնենք նաև թուրքերեն ադրբեջաներեն, ինձ թվում է շատ կարևոր կլինի սա։ Կարևոր է, հա։ Ռոբերտ ջան, ինչ ասեմ, շնորհակալություն ձեր աշխատանքի համար, շատ կարևոր եւ ոնց ասեմ, որ շատ դժվար վնասակար ինչ իմաստով, այն իմաստով, որ դեռ սեփական առողջությունների հաշվին եք դա անում, որտեղ էլ եմ կրկնում, ուզում եմ էլի կրկնեմ, հոգեբանական շատ ծանր է, երբ որ դու գործ ունես բացայտ կեղծիկի հետ գիտնականի համար ու դու ստիպված ես կարդալ այն մարազմատիկ այդ նախադասությունները, որ դու որպես պատմաբան ուղղակի հապշում ես անկախ նրանից նա ադրբեջանցի է թե ինչ, թե ոնց կարող է մարդը այսպեսի նախադասություն, որ իրեն համարում է գիտնական, այսպեսի նախադասություններ գրել է։ Դա շատ ծանր է, դրա համար ապրեք, որ անում եք, շնորհակալ եմ, որ դա անում եք։ Ես ավանդական հարց ունեմ, վերջում կուզենամ մի քիչ էս հիմնական թեմայից շեղվենք, բայց էլի երևի այդ կանե չենք շեղվում, ինչու զբաղվել պատմությամբ, ինչու զբաղվել հասարակական գիտություններով եւ ինչու դու որոշեցիր, որ դու պետք է հենց այդ քո կյանքը հենց այդ ուղով դասավորես։ Շատ հետաքրքիր հարց է, ես այդպես խորությամբ շատ չեմ մտածել այս հարցի շուրջ, բայց այնուամենայնիվ երևի մանկուց ես ինձ միշտ հետաքրքրել է հենց այն ինչ որ կատարվել է անցյալում, մի քիչ իհարկե այսպես իդեալականացված տարբերակով, դե մենք բոլորս սկսել ենք, չգիտեմ, Ալեքսանդր Դյումա, Գևորգ Մարզպետուն, Մուրացանի Գևորգ Մարզպետունիով կամ Ժյուլ Վերնով եւ այլն, այսինքն եւ արկածային եւ պատմական, միգուցե որպես նաեւ արական սեռի ներկայացուցիչ տղաների մոտ մի քիչ կարող է այդ հետաքրքրությունները ավելի շատ են, քան աղջիկների, իհարկե չեմ ասում, որ իրենց մոտ չկա, բայց այնուամենայնիվ տղաների մոտ այդ կռիվ-կռիվից սկսվում է, էլի որոշակի նաև այդ մանկական բաներից, խաղերից եւ հերոսներն են հիմնականում։ Գրքերի հերոսներ, չգիտեմ, այնտեղ երեք հրացանակիների հերոսները եւ մյուսները եւ այլն։ Այս ամենը հետո ես դպրոցական տարիներին հասկացա, որ օրինակ ինձ ավելի շատ այս ուղղությունն է գրավում։ Ես սիրում եմ պատմություն, ես սիրում եմ աշխարհագրություն, ճշգրիտ գիտություններին ամենայն հարգանքով, բայց միևնույն է ինձ մոտ լավ չէր ստացվում։ Նույնիսկ իմ ծնողները մի որոշեցին, որ ես, քանի որ իմ բարեկամների մի մասը սովորում են այն ժամանակվա Ժող ինստիտուտում էին սովորում, մտածեցի մաթեմատիկա, տնտեսագիտության գծով, ես 1-2 ամիս պարապելուց հետո հասկացա, չէ, սա հաստատ իմը չէ։ Այսինքն եթե ինչ-որ մի բան է անեմ, այստեղ ինձ մոտ բացարձակ գրավիչ չէ, անհասկանալի է եւ ինձ համար ձանձրալի է թվեր եւ այլն եւ թվեր ես սիրում եմ, բայց պատմություն, հատկապես հին ժամանակաշրջան։ Եվ դրա համար էլ ես ուղղակի այլ կերպ չեմ պատկերացնում։ Դա իմ էությունն է այսօր, կարելի ասել, եւ առանց դրա ես չգիտեմ, չեմ պատկերացնում իմ կյանքը։ Իսկ ինչի ընդհանրապես զբաղվել պատմությամբ, որտեվ հիմա թերագնահատվում է էլի պատմությունը, արի ընդունենք, որ հասարակությունում հիմնականում մաշտիկ տեխնիկական գիտությունների, բնագիտական, էլի որ ամենայն հարգանքով քիմիայի, կենսաբանության, ծրագրավորման, չգիտեմ, ինժեներական գիտությունների, բայց հասկանանք լավ ինչի է այսքան թերագնահատվում մեր։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև այսօր մենք ես մինչև այստեղ գալը մի թեթև այդպես խոսակցություն ունեցա գոլեգաների հետ,
Այո, գիտեք, բանի խնդիր կա։ Շատերին թվում է մեր ոլորտը դա ինչ որ հեքիաթի պես մի բան է, հանգիստ կարող է մտել ով ինչ ուզենա ասի, ոնց ուզենա հանգիստ կարող է հասկանալ, բայց իրենք չեն հասկանում, որ այստեղ սա կոնկրետ գիտական առանձին ճյուղ է, ունի իր տրամաբանությունը եւ առանց որոշակի բազայի, առանց որոշակի, ասենք, այդ տրամաբան պատմական այդ պատմագիտական այդ տրամաբանությունը չհասկան, պատճառը հետևանքային կապեր, վերլուծական համապատասխան ձևով մտածելակերպ եւ այլը, համապատասխան պաշար գիտելիքն է, որովհետև դու օրինակ չես կարող լինել միայն, ասենք, եթե ուսումնասիրում ես, չգիտեմ, Իրանը այսօրվա, միայն չես կարող այսօրվա Իրանով բավարարել, որպեսզի ամբողջական հասկանաս, պիտի իջնես նոր շրջան, այնտեղ է հասկանա միջնադար, այնտեղ է ավելի խորքային, պիտի հասկանաս նաև հին ժամ։ Նույնիսկ այսօրվա իրադարձությունները Իրանի հետ կապված, ելի որոշ առումով ինքը իր քաղաքակրթական նարատիվներն է առաջ տանում, ասում է ես հին քաղաքակրթություն եմ, դու ով ես, որ եկել ես եւ այլն, այս բանը որպեսի ճիշտ հասկանալ, պետք է սկսել հասկանալ այս ամենը գլոբալ առումով, դու պիտի նաև համաշխարհային պատմության մասնագետ լինես։ Հայոց պատմությունը լավ հասկանալու համար դու նաև հարևան մեր բոլոր ժողովուրդների պատմությունը պիտի հասկանաս։ Ադրբեջանցիների այս քարոզչությանը պատասխանելու համար պիտի դու իմանաս այն ամենի, այն բոլորի պատմությունը, բոլոր երկրների ժողովուրդների, որոնց պատմությունը ինքը կեղծում է։ Հակառակ դեպքում եթե դու չիմանաս, դու այդ բանը չես կարող իրեն բանը ճիշտ օբյեկտիվ պատասխանը տալ այս ամենի։ Այնպես որ այս առումով այո, շատերին թվում է սա այն դաշտն է, որտեղ հանգիստ կարելի է մտնել եւ այսպես մեծագույն հայտնագործություններ անել, առանց հաշվի առնելու, որ պատմաբանները շատ երկար են աշխատում եւ ամեն մի նախադասության վրա, ամեն բառի վրա դողում են, բայց իրենք կարող են մտնել միանգամից այսպես երկնքից աստղեր ուղղակի իջացնել եւ մեզ էլ նույնիսկ որ պատմաբաններից հրամցնել, որ այ գիտեք դուք չգիտեք, բայց ես մտա ու եւ միանգամից սա ապացուցեցի։ Սա այդ մոտեցումն է։ Սա երևի բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում այս խնդիրը կա։ Շատերին թվում է սա, դե հիմա ինչ կա, որ եթե ես իմ ուսանողներին էլ ասում եմ մի հատ sense բան կա, էլի, այ ուշադրություն դարձրեք քեֆի սեղանի շուրջ, երբ որ մանավանդ մի քիչ գինով ցած է լինում, ինչի մասին է խոսում, ասում են հաստատ քիմիայի, մաթեմատիկայի կամ ֆիզիկայի խոսում են պատմությունից եւ քաղաքականությունից։ Իհարկե մեկը մյուսի հետ կապակցված։ Եվ բոլոր այդ պահին կամ վերլուծաբան, կամ պատմաբան, կամ քաղաքագետներ են։ Հասկանում եք, սա այն մոտեցումն է, որը իհարկե այդքան էլ ցանկալի չէ, որովհետեւ սա այն մոտեցումն է, որ բոլորին թվում է, որ իրենք կարող են հանգիստ խոսել այս դաշտում։ Եվ դա, եւ դա գիտությունը մի տեսակ արժե զրկում է եւ դրա համար ցավոք սրտի դառնում է այսպես անլուրջ վերաբերմունքի առարկա։ Դա մեր խնդիրն է այնպես Սուրեն ջան, այն է, որ մենք թեկուզ ասենք մեր դասավանդելով, մեր գիտելիքը փորձենք տալ, մտնելով լսարան տալ մեր երիտասարդ սերունդին եւ իրենց մեջ նաեւ մտցնել այն գաղափարը, որ եթե դուք այս ուղղությամբ եք սովորում, դուք նաեւ որոշակի այսպես առաքելություն ունեք։ Վերցնել այդ գիտելիքներին կան խորացված ձևով ուսումնասիրել այնպեսի լավ պաշար ունենալ, որ ձեր շրջապատում այդ ամենը տարածել, որ ձեր շրջապատում էլի այդ ստերեոտիպային մոտեցումը չշարունակվի, որ պատմությունը դա ուղղակի ում ասես խելքի բանն է կարող են հանգիստ մտնել ինչ ասես անել այդտեղ։ Եվ այս կարևոր բառերով վերջացնենք այսօրվա մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ Ռոբերտ ջան։ Հուսով եմ մի օր էլ կգաս մեր մոտ որպես քո հիմնական այդպես թեմայի ուսումնասիրման շրջանակներում։ Ռոբերտը հին աշխարհի պատմության մասնագետ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սուրեն ջան, շատ շնորհակալություն այս հրավերի համար եւ այս շատ հաճելի ժամանակի համար, որ մենք իրար հետ անցկացրեցինք։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։